Մենք վերադարձանք սիրելի ընկերներ, հիշեցնեմ, մեր հյուրն է Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ Սևակ Շահբազյանը։ Նորից բարի լույս։ Բարև ձեզ։ Հիմա ժամանակն է մանրամասն խոսելու բարիատրիկ վիրահատությունից, ինչ է այն իրենից ներկայացնում։ Բարիատրիկ վիրաբուժությունը բավականին արագ եւ լայն տեմպերով սկսել է գրավել աշխարհը։ Ինչու՞, որովհետեւ աշխարհում տարեկան 2.8-ից 3 միլիոն մարդ մահանում է գիրությունից, ճարպակալումից, այսինքն աշխարհում դա հանդիսանում է բավականին լուրջ խնդիր եւ աշխարհի բժշկությունը նա նույնիսկ համարվում է ճարպակալումը հիվանդություն, որի դեմ պետք է պայքարել եւ արդեն 25 տարի է արագ տեմպերով զարգանում եւ աճում է բարիատրիկ վիրահատությունը, բարիատրիկ վիրաբուժությունը։ Ասեմ, որ մեզ մոտ նույնպես բավականին լայն տեմպերով եւ բավականին լավ զարգանում է բարիատրիկ վիրահատությունը։ Ասեմ, որ բարիատրիկ վիրահատության բազմաթիվ եւ բազմապիսի տեսակներ կան։ Ինչ է ընդհանրապես բարիատրիկ վիրահատությունը։ Շատերը դրան նմանացնում են որպես գեղեցկության, որ մարդիկ գեղեցկանում են, բայց պետք է ասել, որ իհարկե միանշանակ գեր մարդը եւ նիհար մարդը տարբերություն կա եւ հաստատ երբ որ գեր են եւ նիհարում են բնականաբար արտաքին տեսքի վրա եւ ընդհանրապես բավականին փոփոխություն կա, բայց որպես բարիատրիկ վիրահատություն ինչի համար է ստեղծված, նա ստեղծված է առողջություն պարգևելու համար, որտեվ ճարպակալած մարդկանց, գեր մարդկանց մեծ մասը տառապում են բավականին հիվանդություններով։ Դա կլինի շաքարային դիաբետ, դա կլինի հիպերտոնիկ հիվանդություն, ժողովրդի լեզվով ասած ճնշումը, դա կլինի ապնոյա, այսինքն շնչառության խնդիրներ, դա կլինի ոսկրահոդային համակարգի խնդիրներ, ծնկացավ, ողնաշարի ցավ։ Գիտեք, այսպես է, երբ որ ընդհանրապես մարմնի զանգվածի ինդեքսը հաշվում ենք կամ որպեսզի մեր հեռուստադիտողների համար եւս հասանելի եւ հստակ լինի ինչի մասն եմ խոսում, ընդհանրապես անոթները, սիրտը, լյարդը եւ բոլոր օրգանները նախատեսված են որոշակի մարմնի զանգվածի ինդեքսի համար։ Եվ եթե նրանք ճարպակալում են կամ գիրանում են, բնականաբար նրանք սկսում են առավել ծանրաբեռնվածությամբ աշխատել։ Եվ հետեւաբար, եթե նախատեսված է X քաշի համար, երբ որ սկսում է ծանրաբեռնված, նրա ժամկետները բնականաբար կարճանում են։ Դա կլինի սիրտ, անոթ, լյարդ եւ այլն եւ այլն։ Եվ մեր բարիատրիկ վիրահատությունը, վիրաբուժությունը եկել է որպեսզի մարդկանց պարգևի առողջություն եւ երկարացնի իրենց կյանքը։ Իսկ երբ է ցուցված իրականացնել բարիատրիկ վիրահատությունը։ Ասեմ, որ ըստ բոլոր միջազգային ցուցումների, դա գոչվում է միջազգային գայդերի, երկրորդ եւ երրորդ աստիճանի ճարպակալման դեպքում, եթե չունեն ուղեկցող հիվանդությունների, ուղիղ ցուցում է վիրահատական միջամտության։ Եթե ունենք առաջի աստիճանի ճարպակալում եւ ուղեկցող հիվանդություն, որը որ պայմանավորված է ճարպակալումով, օրինակ շաքարային դիաբետ, օրինակ հիպերտոնիկ հիվանդություն, ողնաշարի խնդիրներ, այդ դեպքում նույնպես ցուցված է վիրահատական միջամտություն։ Իսկ ինչ հակացություններ կան եւ ինչ ռիսկեր։ Հակացությունները ընդհանրապես երկուսն են, դա ուռուցքային հիվանդություններն են, որի ժամանակ չի կարելի եւ հոգեկան հիվանդներին չի կարելի։ Մնացած բոլոր դեպքերում, երբ որ մարդիկ ընդունված են, ասում են, մենք էս ունենք, սրտի ստենտ ունենք, չգիտեմ, որոշակի խնդիրներ ունեն, ճիշտ հակառակը, այդ բոլոր հիվանդությունները հակառակը ավելի ցուցում են հանդիսանում, որպեսզի հիվանդին կատարենք բարիատրիկ վիրահատություն։ Իսկ բացի քաշի նվազեցումից այլ խնդիրներ լուծում է այս վիրահատությունը։ Չգիտեմ, լսել եք, շատ հիվանդներ ասում են գնում ենք այլ երկիր մեր շաքարի վիրահատություն անելով։ Իրականում դա ոչ թե շաքարի ուղղված վիրահատություն է, այլ դա բարիատրիկ վիրահատության մի տեսակ է, որը որ վերացնում է շաքարային դիաբետը։ Չկա այդպիսի վիրահատություն, բացառությամբ բարիատրիկ վիրահատությունը, որ մենք կատարում ենք, ուղղակի ժողովրդի մեջ այդպես է ընդունված, որը որ նաև, այո, վերացնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետը։ Ճիշտ է, որ վիրահատությունից հետո մարդիկ սով չեն զգում։ Ասեմ, եթե կատարում ենք սլիվ գաստրեկտոմիա, որը որ ամենաընդունվածն է աշխարհում, գրեթե 70% այս պահին կատարվում է սլիվ գաստրեկտոմիան, իսկ մնացած 30% դեպքերում կատարվում է մնացած բոլոր, լսած կլինեք բալոն, կալցո, հա, այդ ծալքավորում, բայփաս, շունտավորում եւ այլն, որոնք որ նույնպես բարիատրիկ վիրահատության ճյուղերն են, բայց սլիվ գաստրեկտոմիայի ժամանակ, որը որ ոչ միայն ամենատարածվածն է, այլ նաև համարվում է ոսկե ստանդարտ վիրահատությունը, gold ստանդարտ ամենալավ վիրահատությունը, այդ ժամանակ մենք հեռացնում ենք նաև այն հատվածը ստամոքսի, որտեղ արտադրում է սովի հորմոնը, գրիլին հորմոնը, այսինքն սովի հանդեպ զգացողությունը պակասում է եւ մարդը, որը որ մինչ այդ ցանկություն ուներ անընդհատ ուտելու սնվելու, պակասում է եւ ցանկություն չի ունենում, որպեսզի շատ սնվի։
Այդ հարցը նույնպես լուծում ենք։ Իսկ վիրահատությունից հետո կան կոնկրետ ինչ-որ կետեր, որ պետք է պահպանվի դրանք։ Նայեք, ցանկալի է, իհարկե մենք առաջի ամիս, երկու ամիսը մենք փորձում ենք հիվանդների հետ կապի մեջ լինենք եւ բոլոր ցուցումները որպեսզի հետևեն, ցանկալի է որ պահպանեն 2-3 ամիս հետո սկսեն զբաղվել սպորտով, այսինքն առողջ ապրելակերպի։ Մենք այնպես ենք անում, որ իրենց կյանքը փոխեն որակապես եւ անցնեն առողջ ապրելակերպի։ Ասեմ, որ հիվանդների մեծ մասի մոտ դա ստացվում է, որտեղ մարդիկ, որոնք որ ունեն 200 կիլոգրամ, 150 կիլոգրամ քաշ, որոնք նույնիսկ շարժվել չեն կարողանում, հա, ցանկությունը մեծ է, բայց չեն կարողանում այդ քաշը, բայց երբ որ 20, 30, մինչև 50 կիլո, արդեն հոգեբանական էլ Նինան արդեն 50 կիլո կորցրել էր, դե պատկերացրեք 50 կիլոգրամ մարդու վրայից վերցնենք, մինչև դրածա, բնականաբար նա ավելի ցանկություն կունենա թե սպորտով, թե քայլելու, թե այլ բաներով զբաղվել։ Դե Նինան օրինակ փաստ բերեց, ասեց ես 20000 քայլ, հա, արդեն քայլում եմ։ Օրը 20000 քայլ, արդեն Իմիջիալոց հիվանդները շատ են ոգևորվում, իրենց արդյունքներով շատ են ոգևորվում եւ իմիջիալոց ասեմ, որ մեզ մոտ Հայաստանում, Երևանում բավականին շատ արդեն սկսել են, օրինակ ինձ մոտ հիվանդներ են գալի, նույնիսկ դրսից, ել չեմ ասում հիվանդներից 50%-ից ավելին գրեթե դրսից են գալի, բայց ամենաուրախալին հետաքրքիրն է, որ գալիս են նույնիսկ այլ ազգությամբ այլ հիվանդներ, այո, դա կլինի մենք վիրահատել ենք թե Նիդերլանդներից են եկել ինձ մոտ հիվանդներ, թե ազգությամբ գերմանացի թարգմանիչի հետ, ու ողջունելի է, որ մեզ մոտ նույնպես վիրաբուժությունը, առավել եւս բարիատրիկ վիրաբուժությունը բավականին լավ տեղ է զբաղեցնում։ Ինձ հետաքրքիր է օրինակ ակնաբուժության ոլորտում, հա, եթե աչքի վիրահատում են, կարճատեսությունը շտկում են, հնարավորություն կա, որ նորից կարճատեսություն կառաջանա։ Ինչ է տեղի ունենում ստամոքսի հետ, արդյոք հնարավոր է, որ վիրահատությունից հետո ստամոքսը նորից մեծանա։ Այո, իհարկե շատ ճիշտ հարց եք տվել։ Տարիուկես 2 տարի հետո, բնականաբար առաջի տարիուկես եւ 2 տարին մի քիչ անհնար է, բայց 2 տարի անց, տարիուկես 2 տարի հետո ստամոքսը ինքը մկանային հյուսվածք է եւ եթե սկսեն չարաշահել, սկսեն անընդհատ ուտել, հնարավոր է, որ այո, ինքը փորձի վերադառնալ ավելի մեծանա։ Իհարկե մի քիչ դժվար է որ վերադառնա իր նախկին չափերի, հա, բայց մենք ունենք հիվանդներ, որոնք որ փորձում են մեծացնել, բայց հիվանդներ ունենք, որ 7 տարի, 8 տարի առաջ վիրահատել ենք, այսպես մեզ նման բավականին նիհար պահպանում են ու իրենք նշում են, որ բավականին հեշտ է պահելը, որտեղ այն ժամանակ ասում եմ 1 ամիս, 10 օր պահում ենք, բայց հետո անհնար էր պահել։ Բայց հիմա հենց ասում եմ ուզում ենք գիրանալ, հա, 1-2 կիլոգրամ ավելանալ, հերիքա պահենք, շատ հեշտ կորցնում ենք քաշը եւ հետո դժվարությամբ են կարողանում վերականգնել ավել քաշ։ Հետաքրքիր ընդհանրապես ինչքան ժամանակ է տևում այդ վիրահատության։ Խոսքը բարիատրիկ վիրահատություն, թե ընդհանրապես վիրահատություն։ Չէ, բարիատրիկ։ Բարիատրիկ վիրահատությունները եւ ամենաերկարը ժամուկես 2 ժամ հաստատ չի անցել։ Հիմա բավականին մենք բան ենք արել։ Ես օրինակ պատկերացնում եմ 5-6 Դե կարող է վիրաբույժներ կա 5-6 ժամ, ես հիմա 20-30 րոպեում ավարտում եմ վիրահատությունը, ինային կարող եք հարցնել, որտեղ ստարտը հարազատները նշել են, մտնել են վիրահատարան, դուրս գալը նշել են, երևի 30 րոպե է տևել կամ 25 րոպե, չեմ հիշում հիմա, որտեղ արդեն տարիուկես անցել է, բայց բավականին արագ ենք աշխատում։ Հետաքրքիր է։ Պաստորեն, արդյոք հնարավոր է հեղիանալ բարիատրիկ Ոչ թե հնարավոր է, ավելին ասեմ, մենք ունենք նույնիսկ կոդված գրած, գիտությամբ էլ ենք մենք զբաղվում, որտեղ որ հստակ ապացուցում ենք, ոչ միայն մենք, այլ աշխարհն էլ է դա ապացուցում, որ կան հորմոնալ խախտումներ, որոնք որ չեն բերում հղիության ու փաստերով մենք ունենք հիվանդներ, որոնք որ 7 տարի, 8 տարի չեն հղիացել, ավելին կարող եմ հետաքրքիր դեպքեր պատմել, եթե ձեզ հետաքրքիր է, որոնք որ էկո են արել, բոլոր միջոցները փորձել են, բայց չի ստացվել հղիությունը։ Երբ որ եկան ինձ մոտ, ու տենց մի քանի դեպք ունեմ, ասացի դե գիտեք ինչ կա, պետք է վիրահատենք, բայց մոտակա 1 տարի տարիուկեսը չի կարելի հղիանալ, որովհետև այդպես է, տարիուկես հետո, 1 տարի տարիուկես հետո նոր կարելի է հղիանալ։ Անցավ գրեթե 4-5 ամիս մեկ էլ տեսնեմ մարդու կնիկ եկել են ուրախացած, իմիջիալոց մի հատ էլ երկրորդ դեպքը կա, SMS-ը ձեզ ցույց կտամ, եթե հետաքրքիր է։ Այդ մեկը եկան, ասում է, մենք հղիացնենք, ասում եմ, բայց ես ձեզ չեմ ասել, որ չի կարելի։ Ասում եմ, մենք ընդհանրապես չենք պատկերացրել, որ դա կարող է տեղի ունենալ։
եւ փաստացի իրանք հղիացել էին ու տենց մի քանի դեպք ունեմ ու հղիացել բայց նորմալ ամեն ինչ պայեցինք այո այնտեղ դե վիտամինների խնդիր կա մենք մի փոքր կոնսիլիում արեցինք խորհրդատվություն արեցինք որ ամեն գնով պայենք մարդ որը որ չհղիացել այդքան ժամանակ ու հանկարծակի հրաշքա տեղ ունեցել ոնց կարանք չպայենք եւ մի հատ էլ ունեմ դա մի քիչ ավելի արագ էր եղել 2 ամիս անց SMS-ը միջև հիմա պահում եմ որտեղ որ գրած էր ասում եմ, չգիտեմ ուրախանամ, լացեմ, չգիտեմ, ասում եմ, զգացմունքները, ասում եմ, տարբեր է, չեմ կարող նկարագրեմ բժիշկ ջան, էլի տենց 5 տարի անպտղությունից հետո էլի հղիացել էր, իրեն նույնպես արդեն սկսեցինք պահել, իրականում ճարպակալմամբ տառապող հիվանդները, որոնց մոտ նաև տեղի է ունենում հորմոնալ խախտումներ, այո, նրանք չեն կարողանում շատերը հղիանալ եւ երբ որ ճարպակալումը վերացնում ենք հիվանդի ավելնորդ քաշը վերացնում ենք իրենք բնականաբար ավելի հեշտ է հղիանալ արձանագրենք այս փաստը դա պատականություն չի այսպես ասած դա գիտությամբ ոչ միայն գիտությամբ ապացուցված փաստ է որ ճարպակալած հիվանդները որոնք որ կորցնում են իրենց ավելնորդ քաշը վերանում է ճարպակալումը իրենց հորմոնալ բալանսը կարգավորում է եւ իրենք ինքնուրույն կարողանում են հղիանալ Ինչպես քիչ առաջ նշեցիք կրթական ուղղվածության մասին, դուք նաև կրթական իրազեկման ծրագրով եք զբաղվում։ Պատմեք մեզ մի փոքր։ Դե ես հանդիսանում եմ նաև Երևանի Պետական Բժշկական Համալսարանի վիրաբուժական ամբիոնի հետբուհական ամբիոնի վարիչը։ Իմ դոկտորական աշխատանքը նվիրված է հենց բարիատրիկ վիրաբուժությանը, ասեմ որ Դե ինքը նոր ճյուղ է եւ Հայաստանում առաջի անգամ ես զբաղվեցի գիտությամբ մեր թիմի հետ եւ փորձեցինք ապացուցել գիտությամբ ասել որ 20-ից ավելի գիտական աշխատանքներ ունեմ տպագրված այդ աշխատանքի որոնցից 8-ը տպագրված են արտերկրի ժուրնալներում բավական դժվար է իհարկե այնտեղ տպագրվելը բայց մենք մեր Հայաստանի վիրաբուժությունը Հայաստանի գիտությունը նաեւ աշխարհով մենք փորձում ենք ցույց տալ, որ մենք էլ ենք զբաղվում, ասեմ որ քիչ չենք վիրահատում, դե բնականաբար տարին մեկ քանի կոնֆերանսների եւ նմանատիպ միջոցառումների ենք մասնակցում ու երբ որ խոսում եմ առաջատար կլինիկայի մասնագետների եւ իրենց հետ, բնականաբար ասեմ որ մենք հետ չենք, մենք մեր վիրահատած քանակներով նույնիսկ մենք կարող ենք հանգիստ մրցակցել առաջատար մեր եվրոպական երկրների կլինիկաների հետ։ Ինչ մի հարցել է հետաքրքիր եթե կարելի է, ավելի շատ տղամարդիկ են ձեզ դիմում, թե կանայք։ Հա, ասեմ որ հետաքրքիր հարց տվեցիք, կարելի է բաժանել 50-50-ի, բայց մի հատ գաղտնիք կարող եմ բացել, որ կանայք հիմնականում մի զանգված կա, մի տոկոսային հատված կա, չգիտեմ, չեմ կարող հստակ ասեմ 5%, 10%, հա, որոնք որ առանց ցուցումի, այսինքն ունեն ավելնորդ քաշ, բայց ասենք ճարպակալում չունեն, ցուցում չունեն, հստակ բժշկական առումով։ Ավելին ասեմ, ոչ միայն ուզում են, իրանք ավելի շատ են ուզում, քան այն մարդը, որը որ նստած քնում է, երբ որ իրապես ինքը շատ է պետք իրան վիրահատել, որովհետև իրան որ չվիրահատես, հաշված է իր օրերը, ամիսները, մարդ 200 կիլո է, նստած քնում է, որովհետև թթվածինը չի հասցնում նույնիսկ ուղեղ, հա, հստակ պետք է, բայց իրան մի կերպ են հարազատները եւ այլն համոզում, որ գիտես ինչ կա, բեր քեզ վիրահատենք, որովհետեւ դու երկար չես ապրի։ Բայց այն որ նայում ես ասում ես դե լավ էլ գնա սպորտով զբաղվի կամ գիտես ինչ դու իջնելու ես ընդամենը ոչ ավել քան 10 կիլոգրամ, ասում ես չէ, ես ուզում եմ վիրահատեմ ու այդ մարդկանց երբ որ մի կերպ համոզելով ասում եմ գիտեք ինչ պետք չի մի կերպ հասկանում ես որ այդ մարդու կյանքի նպատակը դա է վիրահատումը, այդ մարդիկ ավելի երջանիկ են ելնում։ Ու երբ որ հարցնում եմ, ասում բայց ինչը փոխվեց, ասում որովհետև ես առավոտ մտածում եմ ինչ պետք է չուտեմ, իրիկունը քնում եմ ինչ պետք է չուտեմ, իմ կյանքը ամբողջությամբ զբաղված էր իմ ուտել չուտելու հետ, բայց հիմա ես ասում եմ դրա մասին չեմ մտածում, ես երջանիկ ապրում եմ։ Ու այդքան չեն մտածում որքան կիշն են, այլ իշքան որ այդ հարց իրանց օրակարգից հանեցին։ Ավելին ասեմ, երբ որ ես եվրոպական իմ ընկերների հետ վիրաբույժների հետ խոսում եմ այդ թեմայով, ասում եմ գիտեք ինչ sense մեզ հիվանդներ են գալի, հետաքրքիր է ձեզ մոտ Եվրոպայում նման բաներ կա, ասում եմ իհարկե կա։ Ասում եմ մեզ մոտ է կա, ասում եմ բա ո՞նց է կան, որովհետև ես ենթադրենք այսպես ցուցում եմ ուզում դնեմ վիրահատության կամ որպեսզի ամեն ինչ ճիշտ ստացվի։
իմ պրոֆեսորներից մեկը շատ հետաքրքիր մի բան ասեց, ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դա էլ է գալու ցուցում հանդիսանալու վիրահատական, վիրաբուժական։ Դեռ չկա իհարկե, բայց իր խոսքերով ժամանակի ընթացքում դրան նույնպես սպասենք։ Իսկ որ շատ ժամանակ չծախսեք, կարող եք չէ կարող միանգամից ասել, չէ, չեմ վիրահատում կամ կարող ես, բայց դու պատմես իրան գալիս են ու ասում են, խնդրում եմ ինձ օգնի, փրկի։ Բնականաբար ես բոլորին հրաժարվում եմ, առաջի հանդիպումը համոզում եմ, ասում սպորտ, չուտել, ես իմ ժամանակը չեմ, որ ասում ափսոսում, բացատրում, խոսում, համոզում, որ քեզ պետք չի վիրահատել, բայց ինքը երկրորդ այսն է գալի, երրորդ այսն է գալի, այդպես իրանք ավելի ուժեղ են գտնվում, քան ես։ Այնքան են գնում գալիս, վերջին իհարում։ Դա էլ կա։ Շնորհակալ ենք շատ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, շատ բովանդակալից, հետաքրքիր, կարևորագույն զրույց մենք ունեցանք, հուսով եմ էլի կհանդիպենք։ Ես սիրով կգա, որտեղ բավականին բաներ չհասցրեցի խոսալ, ժամանակը մենք կարող ենք զրուցել։ Հյուրընկալենք։ Սիրով եւս մեկ առիթ կլինի, ես կգամ նոր հյուրի հետ, եւս մեկ հյուրի հետ, եւ մենք խոսենք այն ինչի մասին չխոսեցինք։ Անպայման։ Շնորհակալ ենք շատ։ Ես եմ շնորհակալ։